Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում քննարկում հաղորդաշարն է եւ այսօր մենք խոսելու ենք մեր ցավոր արևելքում ծավալվող պատերազմից։ Ես երկու հյուր ունեմ, երկուսն էլ գեներալ, մեկը հեռակապով մեզ է միացել Լիբանանի բանակի գեներալ մայոր պաշտոնաթող Նարեկ Աբրամյանը Եվ մյուս գեներալը գտնում է տաղավարում Քենիայի նախկին փոխոստիկանապետ ազգային անվտանգության ուժերի գեներալ լեյտենանտ Արտակ Սարգսյան։ Ողջունում եմ, պարոն Նայք։ Ցավոք սրտի մեր ցավոր արևելքը կրկին անհանգիստ է եւ սուր պատերազմական գործողություններ են գնում Իրանի շուրջ, Ամերիկայի և Իսրայելի հարձակումը Իրանի վրա, Իրանի փոխադարձ ուրեմն հարձակումները բոլոր այն երկրների վրա, ովքեր Ամերիկայի Միացյալ Նահանգների բազաներ ունեն կամ ուրեմն նրանց հարձակմանը աջակցող գործողություններ են կատարում, զոհվեցին Իրանի հոգևոր առաջնորդը, ռազմաքաղաքական ղեկավարության շատ անդամներ եւ այս իրավիճակում կարծես թե Իրանը դեռ շարունակում է դիմադրել։ Ես սկսեմ ձեզնից, պարոն Աբրահամյան, ինչպես եք տեսնում այս պատերազմը, քանի որ ես գիտեմ, որ Լիբանանը եւս գրեթե ամենօրյա հարձակումների է ենթարկում Իսրայելի կողմից ձեր բնորոշում այս պատերազմի։ Համեցեք։ Ուրեմն սեմաս պատերազմը հիմա նոր աշխարհական կստեղծելու պատերազմ է, նոր միջին արևելք կստեղծելու պատերազմ է, ինչ որ նախկինում տնային կամ միջազգային ուժեր ինչ որ ասպեկտներ ունեին շրջանի մեջ, այդ ասպեկտներով փոփոխություն պիտի լինի։ Եվ ընդհանրապես, այսինքն Ամերիկայի ուզածը, որ ամերիկյան ասպեկտությունը զորանա շրջանի մեջ։ Պատերազմի բանը, այսինքն հիմնական նպատակը է, անշուշտ նպատակեն դուրս ինչ շահեր կան եւ ինչ վնասներ կան լա երկու կողմերում եւ լա միջազգային, համաշխարհային եւ շրջանային երկրներում։ Այսինքն մենք նկատի ունենք պատերազմի Ամերիկա, Ռուսիա եւ Չինաստանի պետքեր պետություններ եւ շրջանային պետություններ, որքան արաբական երկրները, Իսրայելը, Թուրքիան, Իրանը։ Ասոնք ասինքն կոնֆլիկտը որկա, ասոր արդեն կբիդելնան նոր աշխարհային կամ աշխարհակարգ, նոր աշխարհակարգ եւ նոր միջին արևելք։ Հիմա ասինքն դրական կամ ասենք հաջողող գոլմայստան միջև այսօր Ամերիկա, Իսրայել եւ արաբական կոալիցիաները, որոնց յետին կան նաեւ ուրիշ երկրներ, որ իրենց հետ են, այսինքն Եվրոպան։ Իբրեմ արձակատում Իրան եւ Ամերիկա իր կաշնակիցներով արձակատումի զինվորական բաժինը հստակ է, այսինքն երևույթը հստակ է, որ Ամերիկան շատ ավելի զորավոր ձևով կհարված է Իրանը եւ ավելի զինվորական հաջողությունները Ամերիկայի կողմն է, այսինքն շատ հստակ է։ Իսկ Իրանի ռադը որքան ժամանակ կրնա իմացրել ամերիկյան զինվորական գործողություններով։ Ասոր մեջ կան, այսինքն ընդհանրապես Ոյն մեկ կողմ չկա, որ գուզե որ պատերազմը ավելի ծախսակվի։ Գուզե որ պատերազմը ինչպես օր է հիմա եւ մարելու երթա, ոչ թե ծախսակվի։ Ոչ ռուսը գուզե որ ծախսակվի, ոչ չինացին գուզե որ ծախսակվի, բնականաբար ամերիկան սահմանապատ ուժեր գործած է գուզե որ ծախսակվի եւ երկրները, շրջակա երկրները, Թուրքիան, արաբական երկրները, բոլոր երկրները շրջանի մեջ նաև չեն ուզել որ ծախսակվի։ Հիմա ինչպես պիտի նա վերջը, ասիկա գարցեմ, այսինքն եթե unconditional, առանց պայմանի
հանսում, այսինքն լա Իրանի կողմը, որ ադիգա դժվար է որ անան կլա, պիտի լան պայմաններ, այդ պայմաններուն որոշ այսինքն պայմաններ, որ պիտի Իրանը ինքան մեծած իր տարածված բան այսինքն աստեցությունը շրջանի մեջ պիտի սահմանափակվի Իրանի մեջ։ Հիմա ասիկա գռնալա որ ռեժիմը փոխվի, եւ գռնալա որ ռեժիմը չի փոխվի։ Ինչ որ եղավ Մադուրոյի բարակային Վենեսուելա, Մադուրոն կնած եկողը անորտեղ Ամերիկայի հետ շատ լավ հարաբերություններու մեջ է եւ իրենց հարաբերությունները Իրանի հետ համագարկեն։ Նման բան կարելի է դա Իրանի հետ, այսինքն Թրամփի կամ ամերիկյան քաղաքական կամ ռազմավարության նպատակը իշխանությունը փոխել չէ հիմնական նպատակը, այն իշխանությունը, որ իրենց սահմանները ընդունի։ Այև ադիգա գրնալալ ներկա ռեժիմի անդամներ են, ասենք մեկը, որ այո ընդունի որոշ պայմաններ Ամերիկայի կողմից, որ Ամերիկայի համար քրիտիկական է։ Ուրեմն Ամերիկան իրեն համար ինքը նախկուզե որ դիրաբեդե եւ դիրաբեդազ էր ասկես առաջ, բայց այսօր ավելի զորավոր ցավով դիրաբեդե էներգետիկ ռեսուրսներուն շրջանի, այսինքն ծոցի երկրներուն la nafta, la գազը իշխե դեղոցներու համաշխարհային մասշտաբով, այսինքն ինքը իշխե գրեկ աշխարհի բոլոր դեղոցներու Lasting Panama, Magellan, Gibraltar, Bosphor, Suez, ամենաշրջանները almost նալավոր մեջն է, այսինքն, որ սորսներեն դեպի ուրիշ երկիրներ կացող աճամպաները բոլոր բաց պիտերնան Ամերիկայի համար և Ամերիկայի դրավելության դակ պիտերնան։ Ասիան իրականացված է հիմա մինչև հիմա, ուրեմն և առավել Աբրահամ ակորդը կա, որ Ամերիկան ուզի արաբական երկիրները և Իսրայելը իրարու հետ հաշտ ապրին, իրարու հետ խաղա ապրին, արդեն այդ ակորդին, այսինքն համաձայնության գետերեն շատերը իրակորձված են, ասենք դոքսի երկիրներու Կացարի պայման չէ, բայց այսինքն Բահրեյն, Դուբայ, Աբու Դաբի, ասիայինները բոլորը լավ հարաբերություններու մեջ են Իսրայելի հետ։ Ուրեմն ասպանալ որ հայկացել են նոր միջին արևելքը, ինչպես որ գտեսնանք Սուրիա, նոր միջին արևելքը կձևավորվի։ Անշուշտ ռիսկերն, այդ ռիսկերը հաշվի առնելով, ես ավելի տրական գտեսնամ, որ այդ նոր միջին արևելքը, ավելի խաղաղ միջին արևելքը դելա կարելի ստեղծել։ Ասեն տանր պատկերը ամերիկյան բանով դիտած Ռուսիա Չեն ուզեր որ խնդիրը մեծնա, բայց Ռուսիայը ունին շահեր և ունին չեն ուզեր որ Ամերիկան շատ զորավոր ծևով վերաբեդե շրջան։ Ուզեն որ այսինքն Իրանի հետ են, որ դեկարացնի Ամերիկան ներգայությունը շրջանի մեջ։ Այդ ծևով իրեն դիպլոմատիկ և որոշ լոգիստիկ բաներով այսինքն օգտակար գլան Իրանի, նույն է Չինաստանը, ունին մտահոգություններ չեմ ուզեր որ խնդիրը մեզնա, որ Չինաստանը տարապես կախյալ է ծոցի նավթեն և գազեն և իր տնտեսությունը ադորտրա հիմնված է ու մտահոգ է, որ այդ խնդիրները կրնան իրեն տնտեսական ահագին պրոբլեմներ ստեղծել։ Ռուսիան այդ կողմը տնտեսական կողմը ավելի լավ է, այսինքն որքան որ պետրոլի քինը պարսանա, աչապ Ռուսիո համար լավ է, այսինքն հասկանալի է։ Պարոն Աբրահամյան, շնորհակալություն ձեր ուրեմն դուք ընդհանուր պատկերը ներկայացրեցիք ձեր մոտեցումը այդ խնդրին։ Հիմա հարցը ուղարկեմ պարոն Սարգսյանին։ Պարոն Սարգսյան, դուք իրոք կարծում եք, որ Ամերիկայի հաղթանակը այս պատերազմում անխուսափելի է եւ արդյոք այդ վերաձևումը աշխարհի ուժերի դիրքերից չի բերի նրան, որ այլևս իրավունքի ուժը ընդմիշտ կզիջի ուժի իրավունքի։ Նախ շնորհակալություն հրավերի համար եւ բարի ողջույն մեր գեներալին, մեր հայրենակիցներից երևի շատերը չգիտեն,
Լիբանանի հատուկ ջոկատի կոմանդոսի ստեղծողը, մեծ պատիվ է իմ համար գեներալ ջան ձեր հետ մի հարթակում լինել, շնորհակալություն այս հաղորդումը կազմակերպելու համար։ Եվ այդ կոմանդոսը ես հետևել եմ պատմության մեջ ամենահաջող մարտական գումարտակն է Լիբանանի բանակում։ Հիմա գանք խնդրին։ Խնդիրը անցած անգամ էլ ասել եմ, օրակարգի փոփոխություն էր պետք եւ այս խնդիրը մի քանի հարց է լուծելու միանգամից։ Առաջինը փորձել Էփշտեյնը ընդհանրապես ուղարկել մի քնած տեղ, որ աշխարհի հանրությունը մոռանա, հա, եւ աշխարհի հանրությունը տեսնում է, որ ընտրել են ղեկավարներ, բայց իրականում ինչ-որ մարդակերների աղանդ են ընտրել, բոլոր։ Հիմա ինչ վերաբերում է արդեն կոնֆլիկտին, որ սկսվել է, եթե գերպետությունները չեն պայմանավորվում, միջամտություն չի լինում, դա երևաց 44 օրյա պատերազմի ժամանակ գերպետությունները չկարողացան պայմանավորվել, Արցախի շրջափակման ժամանակ գերպետությունները չպայմանավորվեցին, միջամտություն չեղավ, Արցախը հանձնվեց, հայաթափվեց, այստեղ գերպետությունները պայմանավորվել են, միջամտությունը եղել է։ Խոմենիին սպանել են, թե չեն սպանել, չգիտեմ, բայց իրանց բարձր նպատակների համար կարող են եւ խաբեությամբ սպանեին։ Հիմա ինչ վերաբերում է նահանգները ինչ հարցեր է լուծում, մի քանի հարց է լուծում, բայց այդտեղ կարևորը պետք է ասել, որ այս պատերազմը ինչն է լավ ցույց տալի, որ անվտանգության ճարտարապետությունը ամբողջովին փոխվում է աշխարհաքաղաքական ճարտարապետություն, այսինքն որ արաբական երկրները հայտարարում են, որ մենք չենք տալիս մեր տարածքը Պարսկաստանի դեմ ռազմական գործողություններ կատարելու համար, բայց իրականում ասենք թե լիցքավորումները ինքնաթիռի, թե վայրեջքները, այնտեղ թե բազաները գտնվում են այնտեղ, այդ հայտարարությունները չեն գործում։ Երկրորդը, որ Պարսկաստանը 2 օրը մեկ էժան դրոն, հա, ուղարկելով խախտում է ամբողջ ռեգիոնի անվտանգության համակարգը, այսինքն այն էժան դրոնները, որ ուղարկում է, հարվածում է, հասնում է, չի հասնում, այդ 3 միլիոնից 8 միլիոնանոց հրթիռները ուղարկել այդ դրոններին խփել կամ ինչպես Քատարը որոշել է այդ ինքնաթիռները հանել օդ եւ փորձել խոցել այդ դրոնները չի աշխատում։ Նախ այդքան մատակարարում չեն կարող հասցնել, էկոնոմիկան փոխվել է պատերազմի, այսինքն այսօր Պարսկաստանը տեսնելով 44 օրյա պատերազմը, տեսնելով մյուս կոնֆլիկտները, որ ՄԱԿ կամ մյուս միջազգային կառույցները դրանք ուղղակի հայտարարություն անող կառույցներ են, չեն կարող ինչ-որ ճնշող ուժ ունենան կոնֆլիկտի վրա, նա փորձում է կոնֆլիկտը սարքել ռեգիոնալ եւ միգուցե կհասնի նույնիսկ գլոբալի, այսինքն գլոբալի կհասնի, ես կարծում եմ, որ մենակ մենք հայերս էինք այդքան հիմար քանդրբազ, որ շիա սուննա բերեցինք իրար հետ միացրեցինք, բայց Պակիստանի դեպքերը վերջի ցույց տվեց, որ Պակիստանը ունենալով մոտ 40% շիա բնակչություն սուննայի հետ միացան եւ Ամերիկայի ու Իսրայելի դեմ ակցիաներ են կատարում եւ շատ վտանգավոր ակցիաներ։ Հիմա Պարսկաստանը ելի եմ ասում 2-3 օրը մեկ փոքր էժան դրոններով կարողանում է դեստաբիլիզացնել ամբողջ համակարգը։ Նա հասկանում է, որ այս արաբական երկրները եւ մյուս երկրները փորձել էին, ասենք, ազդեցություն ունենալ, որ կոնֆլիկտը չսկսվի, բայց չէին կարողացել։ Հիմա Ամերիկան ինչ-որ օրակարգով է եկել փոխել ռեժիմը, բայց նա լավ հասկանում է, որ հեղափոխությունից հետո 7 հատ ռեժիմ է փոխվել Պարսկաստանում եւ բոլորը նույն սկզբունքի վրա են եղել, չեն ճանաչել Իսրայելը եւ չի փոխվել նրանց խորքային պատկերացումները ռեգիոնի վերաբերյալ։ Նա հույս ուներ, թե հարձակվելու էր
եւ Իրաքի պես ընդդիմությունը Սադամի ռեժիմը գցելու էր, իհարկե ոչ, նա գիտեր, որ Պարսկաստանի ընդդիմությունը զինված չեն, ինչպես որ Իրաքի ընդդիմությունն էր զինված, այսինքն հիմա փորձելու են զինեն Թուրքիայի քրդերին, որպեսզի քրդերը հարձակվեն, Թուրքիայի համար դա մեծ վտանգ է, Թուրքիան սկսելու է քրդերին խփել, Իսրայելը հնարավոր է, որ սկսի Թուրքիային խփել։ Հայաստանի համար ոսկե դարի հնարավորություն կարող է ստեղծվի, որպեսզի Հայաստանը ազատագրի իր հողերը, նույնիսկ Թուրքիայի, հա, բայց պետքա կամք, պետքա իշխանություն, որ դրան գնան։ Հիմնականում տարածքային փոփոխությունները լինում են հենց մեծ կոնֆլիկտների ժամանակ։ Իրոք Հայաստանը կարող է այս կոնֆլիկտում շահել։ Հիմա Պարսկաստանի ուժը, եթե սցենարը գնա այնպես, որ Պարսկաստանը հզորանա, այսինքն կոնֆլիկտը Արցախյան պատերազմի պես ռազմադադար, այսինքն մենք տրիպը մոռանում ենք։ Եթե Պարսկաստանում ռեժիմ փոխվի, ինչպես որ իրենք են ուզում գա այդ շահի տղան, էլի Պարսկաստանը բարեկամանում է, էլի տրիպը մենք մոռանում ենք, այսինքն Հայաստանի համար սենց քնած իրավիճակը շատ վտանգավոր է։ Հայաստանը կդառնա թիրախ, ինձ թվում է, այո, Պարսկաստանը հիմնականում հիմա 4 բանաձևով է աշխատելու, որը որ Ռուսաստանից հիմնականում չի տարբերում։ Սկզբից զինվորական բազաներին է խփելու, հետո արդեն խփում է, հետո խփում է դիվանագիտական կենտրոններին, Հայաստանը լավ թիրախ կլինի իրանց համար, հետո խփելու է արդեն էներգետիկ, խփում է Կետեղ նկատի ունեիք դեսպանությունները, այո, հետո խփում է էներգետիկ համակարգերին, հետո խփելու է սննդի եւ ջրի այդ բազաներին, հետո խփելու է արդեն այդ ռեզիդենշիալ բնակչությանը։ Նա ասելու է, որ եթե մեր երեխաները զոհվում են, թող ձեր երեխաներն է զոհվեն։ Այսինքն այս 5 этаպով Պարսկաստանը անցնելու է, 4 արդեն 3 արդեն անցել է, մնում է սնունդն ու ջուրը, եւ արաբական երկրներում նամանավան Դուբայում մենք տեսնում ենք, որ ջրի արդեն խնդիր կա, Քուվեյթը դեռ պահում է, կուտակած ասում է տարվա պաշար ունի, բայց 2-3 դրոնի կամ հրթիռի հարձակումով դրանք վերանալու են։ Հիմա ինչ վերաբերվում է այդ խնդրը գլոբալ սարքելու։ Տեսեք, Պարսկաստանը այսօր փոքր հրթիռներով ապացուցեց, որ որտեղ մեր ձեռը կհասնի, մենք ձեզ կոնֆլիկտ կսարքենք, էլ եմ ասում, 2-3 օրը մեկ 4 հատ, 5 հատ, քանի հատ տեղ կհասնի, կապ չունի, էկոնոմիկան մեռնում է, օդանավականները կանգնում են, Դուբայի պես երկրի համար դա կատաստրոֆա է, այսինքն կապ չունի, թե դրոնը տեղ հասավ, թե չհասավ, կապը այնա, որ պարալիզացվեց այդ օդանավակա այդ հաբը, հա, տուրիստական հաբը, փոխվեց այն քարոզչությունը, որ ինվեստիցիա արեք մեր երկրում, մենք ամենաապահով երկրներն ենք։ Այսինքն էլի եմ ասում, բոլոր այս բանը ճարտարապետությունը, հա, ինչ որ քարոզվում էր, անվտանգության, ճարտարապետություն, ամեն ինչը խախտվել է։ Ես դա հասկանում եմ, բայց արդյոք դա կանգնեցնի պատերազմը, չէ՞ որ դա արվում է վերջիվերջո պատերազմը կանգնեցնելու նպատակով, ինչպես նաև Սուեզի այդ ջրանցքի այդ ամբողջ ծոցի երթևեկության դադարեցումը։ Դե տեսեք, ճնշումները շատ մեծանում է, արդեն կխփի գազամուղներին, կխփի նավթամուղներին, հա, եւ դա իրոք Եվրոպայի ճնշումներն է։ Եվրոպան այսօր կանգնած է դիլեմայի առաջ։ Մեծ մահմեդական բնակչություն, Եվրոպան վաղուց գունավոր է դարել, կանանչ է դարել, հա, մեծ մահմեդական բնակչություն, որ երկրի ներսում կա, որ ամեն րոպե կարող է պայթի, ուղիղ կերպով աջակցել Ամերիկայի Միացյալ Նահանգներին կամ ձենները կտրել եւ դժվել այդ նավթամուղ, գազամուղի կամ նավթի կամ գազի պակը։ Ամերիկան չի ներմուծում այսօր նավթ, Ամերիկային ձեռ է տալիս եւ ըստ այդ Ամերիկայի բլոգերների բարոն Տրամպը հարձակումից առաջ մեծ պաշարներ է գնել, այսինքն Ամերիկան նավթի գնի բարձրացումից շատ շահում է,
Ռուսաստանը կարճ ժամկետով շահում է, բայց Ռուսաստանը զրկվում է դրոնների մատակարարումից Պարսկաստանի կողմից, Չինաստանի վրա էլի բարձր գնով ծախելուց, Կազախստանը եւ Ուզբեկստանը կշահեն նավթի մատակարարումից, մինչև նրանց էլ խփի Պարսկաստանը, որը որ խփելու է։ Պարսկաստանը աշխատելու է ինչքան կարա կոնֆլիկտը մեծացնի, որ ոչ թե այս միջազգային կառույցները միայն հանդես գան կոչերով, այլ իրոք սեղմի ճնշում ստեղծի։ Այսօր Պարսկաստանը չի օգտագործում ծանր հրթիռներ, հա։ Մի քանի լոգիկա կա այդտեղ, այսինքն այս թեթև հրթիռները նրանք հիմնականում Բայց օգտագործես նաև բալիստիկ հրթիռներ, բալիստիկ, բայց այդքան երկար խփող չեն, քանի որ նրանք հիմնականում կոշտ վառելիքով են աշխատում։ Իսկ հեղուկ վառելիքով աշխատողները, որը որ նա դեռ պահում է, ինչի՞ չի օգտագործում, այս կբացատրեմ։ Հեղուկ վառելիքը նա հիմնականում N2O4-ն է, հա, որը որ դու չես կարող կուտակել, նա քայքայող նյութ է, եւ չես կարող պահել ռազմաբազայում, որովհետեւ եթե հանգարց արտահոսք լինի, թունավորվելու է, հետո բունկերների հարվածներով նա հրկիզվող է։ Հեղուկ վառելիքով շարժվող հրթիռները համ շատ երկար են թռնում, համ շատ ծանր քաշ են տանում, նրանց թռնելուց առաջ պետքա լիցքավորես, մոտ 2 ժամ կարող է տևի, քանի որ ցիկլային ես լիցքավորում նրանց եւ կրակես։ Հիմա այդտեղ հարցը գալիս է նրանց չափը եւ այդ ծիգաչները, որը որ հրթիռի չափ պետքա լինի, 10-18 թականի, 20 ակնանի։ Հիմա ամերիկյան բոլոր հրթիռները, այդ սպուտնիկները գտնվում են այնտեղ, դու կարող ես 100,000 հատ հրթիռ ունենաս, բայց ՍՍՍՐ-ի պես երկիրը ուներ 6,000 հատ ծիգաչ եւ հետեւելու են քո այդ ծիգաչները ու խփելու են։ Եթե քո այդ պուսկավոյ ուստանովկը, եթե խփեցին քո այդ ծիգաչներին, քո հրթիռները դառնում են անօգուտ, այսինքն նրանք չեն կարողանալու թռնեն եւ հիմա Ամերիկայի ամբողջ հետախուզությունը Իսրայելի կենտրոնացած է, որ գտնեն այդ լիցքավորող մեքենաները եւ գտնեն այդ ծիգաչները, որը որ դանդաղ է, իրան դժվար է այդքան պահել, էլի հասկանում եք, իրան չես կարա։ Ինքը կրակեց, պետքա գնա, որ ուրիշ հրթիռ դնի, այդտեղ ինքը ծախում է արդեն գործարանի տեղը կամ պահեստի տեղը։ Դրա համար Պարսկաստանը հիմա այդ մեծ հրթիռները չի օգտագործում, չի ուզում ինքը իրան քողարկի, Իսրայելը ինչ սխալ արեց։ Այս առաջի հարձակումից, առաջի այդ ալիքից բացահայտեց իր բոլոր հակաօդային տեղերը, ստացավ հարվածներ եւ ասում եմ, այս դրոնների դիմաց ոչ էֆեկտիվ են։ Այսինքն նրանք մի քանի դատարկ դրոնով այդ միլիոնանոց հրթիռները շարքից հանում են, դրա մատակարարումը, դրա լոգիստիկան շատ դժվար է։ Մի խոսքով իհարկե Պարսկաստանը փորձելու է կոնֆլիկտը սարքի գլոբալ եւ եթե ոնց որ ամերիկացիք ասեցին 4 ամսից ավել տևի, արդեն մենք լուրջ կանգնած ենք 3-րդ համաշխարհայինի դիմաց։ Շնորհակալություն պարոն Սարգսյան, հաղորդման հաջորդ հատվածում մենք խոսենք հայության տեսանկյունից այս ամբողջի վրա եւ ինչ պետք է անի հայկական պետությունը եւ ամբողջ աշխարհի հայությունը, իսկ հիմա գովազդ կլինի եթերում, սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ, կարճատև գովազդից հետո մենք շարունակենք մեր զրույցը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094
115 310 Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է դրամական փոխանցումներ 1%-ով օդանավով 1 պաունդը 2.99 նավով ուղարկեք 1 արկղ երկրորդ արկղը անվճար ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում, պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Մենք շարունակում ենք մեր հաղորդումը Քենիայի նախկին փոխոստինանապետ ազգային անվտանգության ուժերի գեներալ լեյտենանտ Արտակ Սարգսյանի եւ Լիբանանի բանակի պաշտոնաթող գեներալ մայոր Նարեկ Աբրամյանի հետ։ Պարոնայք, հաղորդման այս հատվածը ես ուզում եմ մենք դիտարկենք հայության տեսանկյունից, որովհետեւ մենք շատ արժանավոր մարդիկ ունենք, որոնք կռվել են տարբեր երկրների բանակներում, նույնիսկ ազգային հերոսներ են դարձել այդ երկրների համար, բայց հենց Հայաստանի համար ուժերը միավորելու տեսակետից միշտ դժվարություններ են եղել։ Եվ հիմա մի պատերազմ է, որը ինչպես պարոն Սարգսյանը ասեց, եւ վտանգները պարունակում, եւ հնարավորություններ։ Արդյոք հնարավորություն կա հայության ներուժը միավորելով դիմակայել այս անվտանգության խնդիրներին եւ միևնույն ժամանակ օգտվել լուծել ազգային խնդիրներ։ Խնդրեմ պարոն Աբրամյան։ Այո, ուրեմն ինչպես ասեցի, շրջանի բոլոր երկրները մտահոգություններ ունին, շահեր ունին եւ դիմացներ ունին։ Հիմա Հայաստանի բարակային հիմնական է որ Աշխարհաստանը մեծ է համար ստրատեգիական այսինքն դուր է մեր հարավային բանակը, որը մենք ունենք 4 պետություններ, որ մեզի սահման են, Բաշկաստանը, Վրաստանը մեզի մոտ են ավելի քան թե Թուրքիա եւ Ադրբեջան, բնական է որ մեզի համար ռազմավարական կարևորություն ունի հարավային սահմանը եւ մեր հարաբերությունները Իրանի հետ պետք է այսինքն մնան ինչպես որ են, այսինքն մենք ամեն ձևով ոյ մենք առանցքի մեկ չեն կլա, որ Իրանի դեմ ոյ մենք այսինքն որ դուսկությունն է, այսինքն դեզա մեր հիմնական այսինքն կեսվածքը, որ
մենք այս կոնֆլիկտի մեջ ուզենք որ կոնֆլիկտը շատ արագ վերջանա եւ ամեն մարդիկ իր իրավունքը առնի շրջանի մեջ Ադի ընդենու համար ամենակարևորը նախևառաջ հայկական Հայաստանի մեջ պետք է բոլոր ուժերը միավորվին այսօր պետք է մոռանան ամեն բան եւ միավորվին որ այս հանգրվանը անցնել է վերջ ամեն մարդիկ իր բանը ունենա երկեցված կունենա հիմնական ասե Հայաստանը որքան որ կոնֆլիկտը շարունակվի աչափ մենք վտանգավոր վիճակներում մեջ կգանք Կարավես բոլորն վտանգավոր վիճակներում մեջ կգան մանավանդ մենք բայց ինչ որ եղած է անվտանգությունը ազգային անվտանգությունը ասենք ասմարակային ես կգործեմ որ մեր կեցվածները մեր ազգային անվտանգությունը ավելի լավ հիմներու վրա դրված են հիմա այսինքն եթե կոնֆլիկտը զարգանա չեմ կարծել որ մեր շրջանի մեջ մեկ բան գլա այսինքն ուրիշ ներդիրներ է որովհետև անոն բոլորն ալ այսինքն խնդիրներ այսօր Ադրբեջանը խնդիր ունի որովհետև Իրանի հետ ուղղակի արձակատման վրա է այսինքն երկեցվածները ստագեն որքի անվտանգություններ ունի այո գուցե որ Իրանը դառնա բայց չէ որ Իրանը փլի որովհետև Իրանի հետ փլի եւ մեջ եղած այսինքն հիմնական խնդիրը քրդական խնդիրն է եւ տնտեսական խնդիրները այսինքն բանկուտա հարցկուտա ամեն փորձն ալգեցվածքը որ փորձեն ամենակիչը վնասվի այս կոնֆլիկտը եւ մեր բարակարանին դեպի փորձեն մենք ամենակիչ ծերով վնասվի այս կոնֆլիկտը ಅದರ համար հայկական միասնականություն շատ կարեւոր է մահաբակային միշտ խաղությունը Ezi arıtkuda or zolanaz. Hep տնտեսապես, hep զինվորապես, hep մշակույթով, hep գիտությամբ, hep երկիրը։ Խաղաղությունը մեզ համար պետք է Հայաստանի համար, ժողովրդի համար խաղաղությունը հիմնական է։ Պետք է երբ զորանաս, երբ դեղացնես, երբ ամեն գնահատականները անես խնդիրներով, այդ գնահատականները վերջ է որ կնգորսես, որ ուղղությամբ կնշանես։ Ինքնասազից սարևոր մենք պետք է հիմա ամեն բամբորման միասնական դիմակրավենք այս կոնֆլիկտեն դուրս նետվող ասինքն խնդիրները։ Շնորհակալություն պարոն Աբրահամյան, հարցս ուղղում եմ պարոն Սարգսյանին, միասնականության հասնելու գաղափարները մենք վաղուց ենք այսպես քննարկում դա մեր ժողովրդի երևի ցեղասպանությունից հետո այդ ժողովրդի հիմնական այսպես գիծն է եղել մտավորականության կողմից առաջ քաշվող եւ սովորաբար միասնականությունը դա ուղեկցվում էր նաեւ պահանջատիրության եւ արդարության վերականգնելու երկրի ուրեմն այսպես ապրելու հնարավորությունը վերաստեղծելու շուրժներ արվում ուրիշ միասնականության հիմք ես չեմ կարողանում այդպես հիշել դե իհարկե ինչպես նաև ամբողջ աշխարհում սփռված հայերի միասնական լեզուն, մշակութային եւ այլ խնդիրները պահելը հիմա մենք ապրում ենք մի այնպիսի ժամանակահատվածում երբ Հայաստանի Հանրապետության իշխանությունը միասնականության խնդիր որպես այդպեսին չի դնում հակառակը նա ուրեմն հրաժարվել է եւ պահանջատիրությունից եւ բոլոր տեսակի գործողություններից նույնիսկ ասենք Արցախից է հրաժարվել այն պատրվակով որպիսի ըստ իրենց պնդման պահեն հայկական պետականությունը բայց մյուս կողմից էլ լավ եթե այդպիսի պետականությունը պահում են որի միջուկը դա հայկականությունը չի միջուկը դա պահանջատիրությունը չի հայկական օրակարգերը չեն այդպիսի պետությունը հայության որքանով է պետք ես չգիտեմ եւ խնդրեի այս հարցերին դուք պատասխանեք
Հիմա տեսեք, նախ գանք իրենց այդ խաղաղության օրակարգից, որ հրաժարվում ենք, որ զարգանանք, խաղաղություն ունենանք, հա, Պարսկաստանի այսօրվա հարցակումները կողքի երկրների վրա ցույց տվեցին, որ դրանք ուժ չունեն։ Ես ասում եմ, ամբողջ ճարտարապետությունը փոխվել, նամանավանդ Բահրեյնի վրա հարցակումը, որ բնակչության 98%-ը շիա պարսիկներ են եւ միայն իշխող ընտանիքն է սուննա, հա, նույնիսկ նրանք կամուրջը պայթեցրեցին Սաուդիայի միջև, որ միակ կապող օղակն է, այսինքն այսօր ցույց է տալիս, որ դու կարող ես հարևանիդ հետ լավ հարաբերության մեջ լինես, կարող է լինես լավ հարաբերության մեջ Թուրքիայի հետ, կարող է լինես լավ հարաբերության Ադրբեջանի հետ, բայց քեզ մի այլ երկիր խփելու է։ Այսօր կարող է Պարսկաստանը մեր ժողովրդին ասում եմ Իսակովը գալու է ժամանակ, որ քիչ ինչքան կարողանան քիչ այդ փողոցով մեր ազգը ճամփորդի, հա, Իսակովի պողոտան։ Հիմա այսօր գալ կանգնել, թե մենք խաղաղություն ենք բերում, այդ իրանց վարած օրակարգը փորձվեց, ֆուտբոլային քաղաքականությունը փորձվեց նախկին իշխանությունների ժամանակ, այցելվեց, փորձվեց սահմանների ապաշրջափակում առանց գենոցիդից հրաժարվելու եւ տեսան, որ չաշխատեց։ Նախ Ադրբեջանը մեծ լոբի ունի Թուրքիայի մեջ։ Այդ իրանց երկու պետություն, մեկ ազգ քաղաքականությունը եւ Էլդողանը հանդիսանալով հենց այդ ֆրակցիայի ղեկավար, նա մեծ ճնշումների տակ է, ինչքան էլ նա ուզենա սահման բացի, միևնույնն է չէր կարողանալու։ Նրանց հին կոչերը, եթե լսեիք, հրաժարվեք Արցախից, կբացենք սահմանը, էլի չի աշխատում։ Բազմաթիվ հիմա որ դրա մասին խոսանք, թե ինչ վտանգներ կա Թուրքիայի համար, երևի 3 հաղորդումը հերիք չի։ Հիմա այսօրվա իշխանության քաղաքականությունը, միասնության հասնել մեր ազգի մոտ հիմա չի ստացվի, համախմբան կհասնենք, բայց այսօրվա իշխանությունների ձեռքը շատ լավ հնարավորություն է ընկնում ընտրությունները հետաձգելու։ Այսինքն հենց այս կոնֆլիկտով ես էլ եմ ասում միգուցե եւ հիմա եթե նայենք Ադրբեջանի այս հայտարարություններին, որը որ ես կարծում եմ կեղծա թե ադրբեջանական դրոնն է ընկել Նախիջևանի վրա, դա պետությունները ստում են, որ պահեն ազգային արժանապատվությունը, հակառակ դեպքում պետք է հարված հասցնեին, երկու երկրներ ժամանակավոր խոսացին, ասացին մենք կասենք, որ մեր դրոնն է ընկել Նախիջևանի վրա, բայց Նախիջևանի օդանավակայանը հենց հանդիսանում էր Սուեզի ջրանցքը, մեր ռեգիոնի Սուեզի ջրանցքը, հա, այսինքն այստեղ ճշտող հարց եմ ուզում տալ։ Ուղղակի հաղորդագրություններում այդ մասին խոսվող նախ ասում են, որ դրոնները ընկել են, այսինքն այնտեղ բացակայում էր հարվածել են բառը։ Իրականությունը ո՞րն է։ Օդանավակայանը հարվածել էին իհարկե, դպրոցը միգուցե եւ ընկել էր, բայց կապ չունի, նայած այդ դրոնը դու խփում ես դրոնին, ինքը ոնց կընկնի, դու չես կարող հաշվարկել այդ ֆիզիկան։ Նա եթե ընկավ քթով կամ այդ քթի մասը ընկավ, նա պայթելու է, ավերվածությունը նույնն է, բայց չի հասնելու այն տեղին, այսինքն քո բնակչությանը վնաս է տալու, բայց միգուցե նավթը փրկես կամ օդանավակայանը, ես ասում եմ, եւ ձեր մեկնաբանությամբ դրանք իրանական հրթիռներ։ Իհարկե, Նախիջևանի օդանավակայանը դա Սուեզի ջրանցքն է, տարածաշրջանի ռազմական կարգո, այսինքն բեռնափոխանակման Սուեզի ջրանցքն է, Պարսկաստանը խփելու է, էլի է խփելու։ Ասենք մի քանի օրով նրանք եկան համաձայնության, հա, Պարսկաստանը հիմա սահմանի վրա զորք է կուտակել, մոտ 100,000-ից ավել եւ ադրբեջանցիներ չկան, լորերին են բերել։ Հիմա լորերն էլ մեր գիտնականների մեկնաբանությամբ հայեր են։ Այսինքն Պարսկաստանը լավ հասկանում է, որ այդ մեծացնելու է այս կոնֆլիկտը։ Մեր իշխանությունների համար ասում եմ, միգուցե կխնդրեն Ադրբեջանին, Պարսկաստանին, մի հատ հարված մեզ էլ հասցրեք, եւ նրանք գնալու են ընտրությունների հետաձգման։ Օպոզիցիային սա սնկացնելու է, այսինքն լինելու են քարոզ արշավներ, լինելու են ռեսուրսների ծախսում, վատնում եւ մի օր կանգնելու են, ասեն չենք կարա հատուկ դրությունը։ Մի խոսքով շատ
լավ եւ վատ կանխատեսում եք, դա բայց կարող է լինել, դա կարող է եւ չլինել։ Այո։ Հիմա դուք պատկերացրեք այդ հետաձգելը, որը ձեռնտու է իրենց իշխանության պահելու իմաստով։ Իսկ եթե այնուամենայնիվ ընտրությունները լինեն, Դե հիմա տեսեք, այս վտանգավոր իրավիճակում անդիմությունները, իրական անդիմությունները մտածելու են ռեսուրսներ ծախսենք ու սրանք հետաձգեն, նստեն չանեն քարոզարշավ եւ ընտրությունները կանա կամ ծախսեն եւ չստացվի ընտրություն։ Այսինքն մի վտանգավոր իրավիճակ։ Ինչ վերաբերում է հողերի վերադարձին, իրոք լավ քաղաքականությունով մենք այսօր լավ հնարավորություններ կունենանք, երբ որ հարվածեն մեր արևմտյան եւ արևելյան հարևաններին, որպեսզի մենք օգտվենք եւ այո, հարձակվենք այդ երկրների վրա։ Մի այսպիսի հարց էլ տամ երկուսիդ, պարոն Աբրամյան եւ պարոն Սարգսյան, կխնդրեմ մեկնաբանել։ Եթե հիշում եք Արցախյան առաջին պատերազմի ժամանակ մենք այսպես աչքի ընկնող սփյուռքից հրամանատարներ ունեինք, Մոնթեն, մյուսները եւ այլն, բայց պետք է ասել եւ առաջին պատերազմի ժամանակ եւ երկրորդ պատերազմի ժամանակ այսպես սփյուռքի առանձնապես ներգրավվածություն այդ պատերազմին ըստ էության չկար եւ դա կարելի է բացատրել միայն մի կերպ, որ հայությունը ըստ էության ինքը դեռ չի տեսնում իրեն ամբողջական մի միավոր, որ ունենա համապատասխան ռազմական կամ կիսառազմական խմբավորումներ, պարապածի տասարներ տարբեր մասերում, որոնք մի ուրեմն ազդակի են սպասում կամ հրավերի են սպասում, որպեսզի գան եւ իրենց հայրենիքը պաշտպանեն։ Այսպիսի մոդել հայերի համար դա հնարավոր է համարում, թե ոչ։ Անշուշտ հնարավոր եմ համարում, ես կասեմ 90-ականներին դա երևի ՍՍՀ-ի ազդեցությունը դեռ կար, վիզաների դժվարություն կար, հայկական անձնագրեր չկար, մուտք գործելը միևնույնն է ՍՍՀ-ի օրենքներով էր, դեսպանատներ չկար, ռուսական դեսպանատներն էին, երկրորդի ժամանակ ուղղակի չթողեցին, անձամբ ես այլ երկրի ջոկատներ եմ առաջարկել 44 օրյայի ժամանակ, օրենք ընդունվեց, որ քրեորեն պատժելի է, բայց անշուշտ հնարավոր է։ Դա իմ անձնական կարծիքն է, պարոն Աբրամյանը։ Պարոն Աբրամյան, ձեր պատասխանը այս հարցին։ Ուրեմն ես կնախընտրեմ, որ ավելի առարգայական մոտենանք հարցերուն եւ բացմուտենեն տասեր քաղե։ Արցախյան պատերազմը սկսվել մինչև 2020 թվական։ Մենք Արցախյան պատերազմի պատմությունը պետք է մանրամասն սերտենք։ Սպիրկը այո, սպիրկը ներուժ է, բայց ես հարց դամ սպիրկին։ Ես օրինակի համար կասած եմ, քանի անգամ եղած եմ հոն, ես բնակեցման ծրագիրի Զանգելանի շրջանը նախասերնած եմ, ատորամեն բարամասություններ ունին, ես կովս դոկիմաններ ունին, որ ես պաշտպանության նախարարությունն հոն եղած ժամանակս խնդրած էի, որ տրանսպորտի նախարարությունն հետ միասին, որ Մեղրի խապան, Մեղրի մինչևան խապան, Մեղրի մինչևան հորադից երկատողազի վերագանքնել և ադոր մանրամասն բաներ ունեն ինչ որ նվազ են տրանսպորտի նախարարությունն և ես խոսած եմ Կանադա հայերու հետ, որ այն ժամանակ այցելությունը հրած է հոն, որ այդ երկատողագիցի համար ինչ կրնան էր, ադիկա կոցնես աբերջեսան, ադիկա 2000 թվականի ներկամ 99-ի ներչեմիշեր, միան դոկիմաններ են հիմա, որ բաղատ են, որ ադիկա տաբակային անըլայդ են, Սպիրկը, այսին Հայաստան ամենան շատ վճարեց Արցախի համար։ Այսօր 25-30,000 հայ երկրաշարժ ծովեցավ Արցախի համար, որում մեծամասնությունը բացարձակ Հայաստանն է։ Մենք ասում նկատի դառնանք, Սպիրկեն այո տղանկացին գրվեցան, նահատակվեցան, գրավորվեցան, բայց երբ որ Սպիրկը 7 միլիոն քանի հոգի կնացես մեկ նայենք, մեկ տեսնան, կրի արնենք, որպես եսենք, որ ոտքան գրնակ պսրայել սպիրկին, բայց ես կեզի գրնամ ասել 100 գրնաս պսրայել
Հայաստանցի երիտասարդներում, որոնք անում պիտի երթան եւ կարծին եւ գրբեցան, բոլորն այսինքն բարձր ոգիով եւ եթե ունենային կարողությունները ամբարդելի կլինեն, բայց այդ կարողությունները չստեղծվեցան։ Նորեն գսեմ ես իմ փորձառությունս բնակեցման ժամանակ այդ փորձառությունս ունի բնակեցման դուրս Սենք Պաշտպանության նախարարություն, 92 Ղարաբաղ-Ադրբեջան չգիտեմ, ասում եմ փորձառությունները դիտեցին, որ մենք այդ ձևով գազམ་ակերպված չենք, պետք է գազམ་ակերպենք, այո, բայց պետք է գազམ་ակերպելու ռազմավարություն ունենանք, ինչ ձևով կարելի է ալիգանել։ Մենք չենք կնարի սկուրքեն խոսել, այո, ասանք է, այո, ադանք է, մենք սկուրքեն շատ չինչին բան բգ, ասինքն օգտակար դլանք Հայաստանին։ Ասիկա նորեն գսեն, ասի հաշվակ կկելա և տեսնելի, որ սպիրք է ինչ է Հայաստանի համար, մանավանդ մարդական խնդիրներում մեջ։ Հասկանալի է։ Պարոն Աբրամյան, պարոն Սարգսյան, տեսեք երկու ստեկել և պարոն Աբրամյանի ասացի հիմնական գաղափարը այն էր, որ Սփյուռքում անպատասխան կազմակերպչական միավորներ չկան Սփյուռքի համար և հույսը հիմնականում Հայաստանի վրա է։ Հիմա փորձենք հասկանալ ամբողջ այս անկախ Հայաստանի խորհրդային միությունից փլուզվելուց հետո իրականում Սփյուռքի հետ համապատասխան աշխատանք չի տարվել։ Անգամ երբ որ ստեղծվեց Սփյուռքի նախարարությունը Հայաստանում, միևնույն է Հայաստանի պետության ձեռքերը միշտ կապված են եղել այլ երկրներում շատ ակտիվ այդպիսի գործունեություն ծավալելու։ Դրա գործը պիտի անեին հասարակական կազմակերպությունները հենց տեղերում, հենց ռազմամարզական ուղղվածությամբ եւ այլն, որպեսզի եթե ընկալեին, որ Հայաստանը դա բոլորիս հայրենիքն է։ Եվ այս աշխատանքը չի կատարվում։ Առավել ևս հիմա այդ աշխատանքը ընդհակառակը Սփյուռքի հետ կապերը ավելի խզվում են, ընդհանրապես կենտրոնանում է Հայաստանի սահմանների վրա եւ սահմաններից դուրս ներկայիս Հայաստանի Հանրապետության հայության հետ որևէ այսպես ըստ էության աշխատանք, որը որ կարող է մեզ օգտակար լինել, ասենք ազգային անվտանգությանը սպառնացող հարցերի ժամանակ գոյություն չունի։ Հարցը այսպիսին է, դուք ունեք պատկերացում կամ մոտեցումներ, թե ինչպիսին պիտի լինի աշխատանքը եւ արդյոք պատրաստվում եք հնարավորության դեպքում դրանով զբաղվել։ Իհարկե, նախ ասեմ, որ Սփյուռքի նախարարությունը բացվել էր իմ խորհրդով, բայց կես գործը արեցին, կեսը չարեցին, հիմնական ստեղծել է երկպալատային, մեր ծրագիրը երկպալատային համակարգ է, որի մի պալատը Սփյուռքի ներկայացուցիչներն են, մշտապես գտնվում ԱԺ-ի պես մի կառույց, որ թե վարչապետը, թե նախագահը, մենք քանի որ կիսանախագահական ենք առաջարկում, իրենց մոտ ունենան մշտական Սփյուռքի ներկայացուցիչներ։ Հիմա ինչ վերաբերում է զինվորական հարցում, ինձ պետք չի որ Սփյուռքը գա կռվի անպատրաստ տղաներին կամ ժամանակ կորցնենք, մենք թե աֆրիկացուն, թե ասիացուն կարող ենք Սփյուռք սարքել եւ պրոքսի բանակներով, հակամ վարձկան կասեք կամ ՉՎԿ կասեք, բերենք եւ պրոֆեսիոնալ ՉՎԿ-ն մասնագիտացված բանակներ են, չէ՞, նրանք վարձկաններ են, որոնք որ կռվում են ինչ որ մենք 44 օրյա ժամանակ հենց առաջ ամբողջ աշխարհն է օգտագործում, Ամերիկան է օգտագործում, Իրաքը գրավել է Blackwater-ը, որ հիմա անունը փոխեց, այնտեղ զորք չկար։ Եթե հանգարց Իրանի վրա լինի այդ ցամաքային հարձակում, օպերացիա լինելու են վարձկանները Շրի Լանկայից կլինեն, Աֆրիկայից կլինեն, ամերիկացին Տրամպը լավ գիտի, որ եթե այդ դագաղների քանակը շատացավ, նրա այսպես էլ ուժեղ պոզիցիաները լուրջ խնդիրներ են ստեղծելու նրա համար, հասկանում եք, ամբողջ աշխարհը դա օգտագործում է։ Ֆրանսիան ես իմ որ դարերից բայց աշխատում են դրա մասին չխոսել, տարբերություն ձեզ։ Ռուսաստանը, Ուկրաինան, ովքեր են։
իհարկե աշխատում ենք չխոսել, բայց դա իրականությունն է, մենք իրականությունից է, մենք էլ չխոսանք, մենք էլ անենք այդ իրականությունով զբաղվենք։ Մեզ ով ասում որ կինգ-կոնգի պես այս դոշներից խփենք, ասենք բերել ենք։ Մեր գաղափարական եղբայրները սև գույնի, կասենք պապերը հայ են, հիմա իմ երեխաներին նայեք, կիսա սպիտակ են, հիմա մեր գաղափարական եղբայրները եկել են խաչի համար, մեր կողքը կանգնել են։ Ինչ հարց ունենք։ Շնորհակալություն։ Մի բան էլ ավելացնեմ, ինչ վերաբերվում է մեր Սփյուռքի այդ կազմակերպություններին, ինչքան էլ հիմա իրանք վատը զգան, բայց նրանք հայկական հարց երբեք չեն ուզեցել լուծել։ Այդ փողը հորից տղա անցել է, ասենք հերը փողը հավաք է դրամը հավաքներ, հետո այդ աթոռը տղուն է անցել, եւ նրանք երբեք չեն էլ ուզում հայկական հարցը լուծել, որովհետեւ փողից զրկվելու են։ Դրա համար էլ իրանք այտենց երեսները կորցրած, այս վենցի հենց այդ գրառումը ջնջելուց երևաց, որ այնտեղ բան չկար, եթե մի կուսակցության ղեկավարի համար Մայամիից հասնում, Լոս Անջելեսից հասնում էին Մայամի ավտոերթերով կամ ցույցերով, իսկ այսպիսի մեծ իրադարձությունը, հանել Եղեռն բառը ոչ մի բան չեղավ, ասենք ես եմ նամակ ուղարկել պարոն Սասունյանը, անհատական այտենց նամակները Պոլոսին, Նենսի Պոլոսին պետք է մեր համար գնա, այդ հայդատում ելույթ ունենա, բա իրանք ուր են։ Ես այսքանը կասեի, պարոն։ Սա բավականին սուր հարց է, որը որ երևի առանձին հաղորդումով մենք քննարկենք, ես ուզում եմ հիմա շնորհակալություն հայտնել եւ պարոն Աբրամյանին, եթե որևէ բան ունեք ավելացնելու, խնդրեմ, պարոն Աբրամյան։ Ես կուզեմ ասեմ հայերը հրեական սիստեմը որտեղ է։ Այսինքն հրեաները ինչպես կուքան, հիմա ասպերիներում ինչպես կուքան հրեաները դարային բանակի մեջ են, ինձ է որում կուքան, միան բանակի չէ, տնտեսապես որքան կօգնեն հրեաները, ասիկայինցի Հայաստանի նախագահները մեկը սա, հրեաները Հրեաստան գերգեն 10 միլիարդ դոլար տարի, իսկ մեր հայերը մեզի գերգեն 10 միլիոն։ Ասում կահաս ամեն բաները պետք է նկատի առնվին, որ ինձ է որ մենք կարելի է զորացնենք մենք մեզ, բոլոր բնակավարներում մեջ ունեցած միջոցներով մենք չենք կրնար միլիարավոր դոլարներ ծախսել, որպես ունենանք զինվորական ուժ, մենք մեր հաշիվները պետք է ստագնան, մեր հաշիվները պետք է առարկայական ունան և դատրինք հիվանդակին ասկայնան մոլուտեն է։ Ասում կխոսինք, Հայաստան ուզենք առարատ ուզենք ասում այս երբ որ ժամը կա, որ ադիկա երականացնելու ընլան, շատ քիչ մարդ մեջտեր դրնան։ Շնորհակալություն, պարոն Աբրամյան, շնորհակալություն, պարոն Սարգսյան, սիրելի բարեկամներ, սրանով մեր հաղորդումը ավարտվեց, մաղթում եմ ձեզ ամենայն բարիք և մինչև նոր հանդիպում։ Շնորհակալություն։